Հակառակորդի հնարավոր ագրեսիային, իսկ վերջին շրջանում ավելի հաճախ արտահայտվող դիվերսիոն գործողություններին դիմակայելու միջոցը բանակի պաշտպանունակության բարձր աստիճանն է, եւ քանի որ դա շարունակական գործընթաց է, յուրաքանչյուր զինծառայող այս հարցում ունի իր որոշիչ դերակատարությունը, ստացած գիտելիքներով եւ դրանք մարտի դաշտում կիրառելու ունակությամբ։ Պաշտպանության բանակում ուսումնական նոր փուլի մեկնարկը տրված է։ Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում նախագահ Բակո Սահակյանը ծանոթանում է զինվորների առօրյային։ Ոչ միայն ծառայողական պարտականությունների իմացությունն է կարևոր, այլ նաև թիկունքային ապահովումը։ Երկրի ղեկավարը հետաքրքրվում է զինվորի ուսապարկի պարունակությամբ։ Պաշտպանության բանակի շարունակական ձեռքբերումները պայմանավորված են նաև տնտեսական համակարգի արդյունավետ աշխատանքով։ Նոր փոքր հեկերի կառուցմամբ Արցախը փորձում է դառնալ էներգապես ինքնաբավ երկիր։ Մատաղիսում գտնվող Մատաղիս 1 հեկի արտադրական հնարավորություններին ու հեկի աշխատանքին է նաև ծանոթացել Բակո Սահակյանը, շփվել աշխատակիցների հետ, ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին։ Նոր հեկերի կառուցմամբ հանրապետությունում նաև տասնյակ աշխատատեղեր են բացվել։ Մատաղիսի համայնքում ընդհանուր առմամբ զբաղվածության խնդիր չկա։ Աշխատանքները, որոնք իրականացվել են կառավարության միջոցներով, դրական տեղաշարժեր են արձանագրել գյուղի կյանքում։ Բավական նշել, որ այստեղ արդեն իսկ կառուցված է դպրոցը, մանկապարտեզը, մենք կառուցել ենք 15 բնակարանոց նոր թաղամաս իր բոլոր հարմարություններով, այնուհետև համայնքային կենտրոնն է, գյուղապետարանն է կառուցված, ունի հանդիսությունների դահլիճ։ Կարելի ասել, որ համարյա թե բոլոր այն ենթակառուցվածքները այստեղ կան, առկա են, սակայն դա չի նշանակում, որ խնդիրներ դեռևս չկան։ Աշխատանքները հանրապետության ծայրամասային այս գյուղում շարունակվելու են նաև այս տարի։ Գյուղի հողատարածքները վերջապես ռոռոկվելու են, լուծվելու են ենթակառուցվածքների հետ կապված այլ խնդիրներ։ Մենք ունենք խնդիրներ կապված Մատաղիսում ջրամատակարարման, հեռուստատեսության եւ ռադիոյի հեռարձակման, ինչպես նաեւ որոշ տեղերում բջջային կապի առումով։ Այսօր արդեն իսկ նախագահի հանձնարարությամբ վաղվանից կսկսվի ջրամատակարարման հարցերի լուծման աշխատանքները, իսկ մոտ ապագայում նախատեսվում է նաև հեռուստատեսության եւ ռադիոյի հեռարձակման սփռվածությունը ընդլայնել։ Ունենք նաև խնդիրներ Մատաղիսում կապված ռոռոկման ջրի հետ, որտեղ արդեն աշխատանքները ավարտին է հասցում եւ մարտ ամսվա վերջին ապրիլ ամսվա սկզբներն արդեն կգործարկվի նաև ռոռոկման համակարգը։ Մատաղիսի եւ ամբողջ Արցախի համար կենսական նշանակություն կունենա հայկական երկու պետություններն իրար կապող երկրորդ ավտոճանապարհի կառուցումը։ Նախագահ Բակո Սահակյանին զեկուցվել է նաեւ Մարտակերտ-Վարդենիս ճանապարհահատվածում իրականացվող աշխատանքների մասին։ Մոտ 1 ամիս է սկսված են շինարարական աշխատանքները ճանապարհի վերակառուցման, ինչպես տեսնում եք, զգալի արդեն աշխատանքներ են կատարվել եւ սահմանված ժամկետներում եւ համապատասխան նախագծին ու մեր քաղաքաշինական բոլոր նորմերին այս ճանապարհը հանձնելու է շահագործման։ Բոլոր նախադրյալները կան եւ մեքենա մեխանիզմների պարկն է արկա եւ անհրաժեշտ մասնագետները։ Ճանապարհի առաջին հատվածի կառուցումը Վիրաժ ընկերությանն է վստահվել։ Պատասխանատուների վստահեցմամբ այս տարի դեռ կունենան խճապատված ճանապարհ, ասֆալտապատման աշխատանքները հաջորդ տարի են նախատեսվում։ Այս հատվածը կոչվում է Մարտակերտ-Մադաղիս հատվածն 8 կիլոմետր երկարությամբ։ Աշխատում ենք հետո Դրամբոն գետան հատվածն է, որը 12 կիլոմետր ճանապարհ է, տեղեր պիտի այս տարի հողային աշխատանքները վերջացնենք, մյուս տարի որպեսզի ասֆալտապատումը կատարենք։ Աշխատանքները նորմալ գնում է, ինձ թվում է թե ժամանակին հասցնելու ենք բոլոր աշխատանքները կատարենք, վերջացնենք։ Ոնց որ ծրագրավորված է, այնպես էլ կատարելու ենք։ Վարդենից Մարտակերտ ավտոճանապարհի կառուցումը կյանքի է կոչվել Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոն 2013-ի դրամահավաքի արդյունքում։ Համահայկական ջանքերով կառուցվող երրորդ խոշոր ավտոճանապարհը մոտ 116 կիլոմետր երկարություն ունի։ Արցախի խոշոր ճանապարհաշինական ընկերությունները միաժամանակի աշխատանքներ են իրականացնում մի քանի հատվածներում։ Սամվել Բալայան, Մայր Մկրտչյան, օր։